Արդյոք չգիտեմ։ Չայ, մեր ընտրվել։ Երկեի չենք է, բայց ձեզ հետ կերքեմ, իրար հետ, խնդրում եմ։ Մենք երկեք դուք։ Երևան դարձած Իմ երևունի, դու մեր նոր դվի, մեր նորանի, մեր փոքրիկ հողի, դու մեծ երազան, Անզուգական կատարում։ մեր դարե կարոտ, մեր քարե Երևան դարձած իմ երևունի դարեր են անցել, բայց մնացել ես պատանի Տեսեք ինչքան հանդիսատես հավաքվեց Ասիս հորով, քո արած մորով մեծանաց տարով Երևան Երկենք Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում անկատար տենչեր ունենք դեր շատ Երևան ջան, Ելք կա Երևան ջան, Ելք կա Երևան ջան, Ելք կա Վճարված է, հա? Վճարված է Վճարված է Լավ եղեք ժողովուրդ Էսա գամ, ինչքան ուզում եք տեսեք Նիկոլ Փաշինյանին Չարբախի բնակիչները որպես հայտնի երգիչ են ճանաչում։ Գիտի բաղաձայն է, բայց վստահ է, որ Հայաստանում երգիչ դառնալու լուրջ շանսեր ունի։ Շատերը նրա երգելը հավանում են, իսկ ով էլ չի հավանում, Փաշինյանը երգելով է ապացուցում հակառակը։ Նիկոլ Փաշինյանի օրը սկսվում է Շենգավիթում, մեկ բաժակ կաթով։ Չտակացավ, չի տակացել ընդհանրապես Քաղաքապետի թեկնածուն բացատրեց լավ ձայն ունենալու համար կաթը պետք է տաք խմել։ Ասենք ձայնը չլինի ինչքանով կողնա։ Դե ձայնը չլինի, ձայն չեն տա։ Փաշինյանը ձայնը խնամելու համար միայն մեկ մեթոդով չի սահմանափակվում։ Կիրառում է նաև ճապոնական փորձը։ Հատուկ դեղ ունի, որի անունն ու կարգախոսը շատ հոգեհարազատ են իրեն։ Այո, հիմա ունով են դրե։ Երևան ջան ելք կա։ Ձայնը ստուգելու համար տանն անգամ բարձրախոս ունի։ Սա օգտագործում եք, թե մենակ դուրս է։ Շարում եք։ Բարձրախոս եւ Փաշինյան, նրանք անբաժանելի են։ Վերջին շրջանում Փաշինյանը չի կարողանում բաժանվել նաև սելֆիի ձողից։ Այստեղ ամեն ինչ կա, որը կարող է ինձ անհրաժեշտ լինի, այսինքն համակարգիչ, ինտերնետ, անպայման, երկու հատից պակաս լինի, տնից դուրս չեմ գա։ Անա դուք դուրը կփակեք, հա։ Այս մեկ սելֆի ստիկ, այս երկու սելֆի ստիկ։ Որն եք ավելի հավանում։ Այս մեկը լավն է։ Հա? Չգիտեմ, ավելի լավն է։ Ավելի որակով է սրա վրա, օրինակ ռեզին, ինչ-որ ռեզինա վրան, իսկ սա միջապես հենց բռնակով է։ Իսկ որ ուզում են առնեն, քանի որ փորձ ունեք, էլի, ոնց խորհուրդ կտաք։ Ճիշտն ասած, երկուսն էլ ես չեմ գնել, այսինքն այս իդեան ընդհանրապես ոնց է առաջացել։ Դստերս մոտ եմ տեսել երկուսն էլ եւ ուղղակի վերցրել եմ եւ սկսել եմ օգտագործել։ Ես ինքս սելֆիստիկ թե հույս ունեմ ինքը երրորդը իր համար վերցրած գնել։ Փաշինյանը արդեն մի քանի ամիս է մեքենա չի վարում։ Ասում է մայրաքաղաքում մեքենա վարելը բարդ է, անիմաստ էներգիա է տանում։ Փոխարենը շարժական շտաբ ունի, հենց դրանով էլ այսօր ուղևորվեց քարոզչության։
Հիմնականում ոտքով է շրջում բակերում, քարոզչություն իրականացնում։ Հանրահավաքները անցկացնում ոչ միայն գետնի վրա, այլև գետնի տակ։ Եվ հույս ունենք, որ դուք կգնաք ընտրական տեղամասեր եւ կքվեարկեք երկդաշինքի օգտին եւ երկդաշինքի քաղաքապետի տեխնացուի օգտին։ Փաշինյանը պատմեց, որ սկզբում մետրոյի աշխատակիցները փորձում էին խոչընդոտել քարոզարշավը, բայց հիմա արդեն ճանաչում են իրեն։ Տեխնացուն քարոզարշավի ընթացքում մետրոյի բոլոր կանգառներում 2 անգամ է լինում, շրջում է բոլոր վագոններով։ Ձեր թույլտվությամբ մենք ձեզ հիմա կտրամադրենք մեր նախընտրական բուկլետները։ Այս բաճկոնս էլ ինչ որ բանա թափվել վրան կներեք ջուր չկա այս պահին։ Ինչ։ Հա, հնարավոր է, մտքովս չէր անց, հաջողության նշանը նկատի ունեք։ Զորական եմ շատ։ Մետրո Փաշինյանը շատ է սիրում, եթե քաղաքապետ դառնա նոր կայարան կբացի, մետրոն կզարգացնի։ Գումար գտնելու ձևերը գիտի, քաղաքապետարանը ըստ նրա տարեկան $1 միլիոն գումար է ծախսում ծառայողական մեքենաների վրա, ինքը ծախսը կկրճատի։ Մետրոյի զարգացմանը կնպաստի նաև գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Փաշինյանի խոսքով Ալեքսանյանը իր մեծ տան համար շատ քիչ գույքահարկ է վճարում։ Տեսություն ժողովուրդ ջան, լավ որ ենք մաղթում։ Ասենք ենթադրենք, այս երկաթգծի կայարանը հնարավոր է տեղավորվի մեջը։ Ոչ թե հնարավոր է, այլ կտեղավորվի։ Հա? Չեք զգում նախանձից ուղղակի բան եմ, ցնցվում եմ։ Ցնցումների մեջ եմ նախանձից։ Քարոզարշավի ընթացքում պատգամավորը նոր մանրամասներ է իմացել մետրոյի մասին։ Օրինակ, որ կանգառում գնացքը որ րոպեին է գալիս, կամ որտեղ է ակուստիկան լավը։ Երիտասարդական մետրոն օրինակ երգելու համար իդեալական է, մինչդեռ ասում է, որ իր համերգային գրաֆիկում այստեղ երգել նախատեսված չէ։ Փոխարենը կարող է երգել սովորեցնել։ Երևան դարձած իմ երևունի, դու մեր նոր դվին, մեր նոր անի, մեր փոքրիկ հողի։ Հա, օքեյ։ Բայց դուք էլ երգեք էլ։ Չէ։ Ես հիմա իմ երգեցողությունը, քանի որ արդեն աշխարհահռչակ է, դրա համար առանձնահատուկ պայմաններ են պետք։ Ես եւ հատուկ իմ պրոդյուսերի հետ դուք հիմա պետք է բանակցեիք նախապես, որպեսզի ձեր եթերում հատուկ պայմաններով երգեի։ Պատգամավորը կարծում է, որ երգչի կարիերան հաջող է սկսել։ Տեսահոլովակը մի քանի 100,000 մարդ արդեն դիտել է, նոր հոլովակներ էլ կունենա։ Հասանք Չարբախ։ Ինչքան քեզանից հեռու եմ լինում, այնքան ավելի շատ եմ սկսում սիրել քեզ ու Կսիրեմ անդադար։ Բաց չի։ Թեև Չարբախում շատերը նրան որպես երգիչ էին ճանաչում, բայց վստահեցրեց, որ լավ քաղաքապետ էլ կարող է լինել։ Սկսեց շքամուտքերում շրջել, հոսանքի լարերն էր ուսումնասիրում, երբ բնակիչներից մեկը դուռը բացեց եւ սկսեց բողոքել, որ հոսանք չունեն։ Սա ինչ վիճակ է։ Դուք եք անդրադում։ Չէ, ես միացնում եմ։ Կարա կնենց անենք։ Բարև ձեզ, ես Նիկոլն եմ Փաշինյան։ Ուրախ եմ, ես քեզ շատ եմ սիրում։ Իսկապես։ Փաշինյանը ամփոփեց քարոզարշավի արդյունքները։ Չարբախում 70% ձայն ունեն։ Շրջայցը շարունակվում է կենտրոնում։ Պատգամավորը թվարկեց Երևանի խնդիրները՝ կանգառների բացակայություն, տրանսպորտ, կանաչապատում, դրանց մասին նաև իր ուղիղ եթերներում է խոսում։ Facebook-ով եթեր մտնել ինքնուրույն է սովորել։ Հպարտանում է, որ մինչև 1000 դիտող է ունեցել։ Իսկ սելֆի ստիքից օգտվել ով է սովորեցրել։ Դենց հատուկ համալսարաններ կան։ Հնդկաստանում սովորացնում են սելֆի ստիկից օգտվել, բայց հիմա մենք պետքա կադր պետքա բռնեն, որպես արևը ընկնում է էկրանի վրա։ Չպետք է անգնել։ Չէ դե շատ առաջ չեմ կարող գնալ, հակառակ կողմից է ընկնում էկրանի վրա, եթե իմ դեմքին ընկներ, Հա, ճիշտ կլներ։ ճիշտ կադր։ Հիմա դուք իմ կադրից դուրս եկեք։ Ես դուրս գամ կադրից։ Արդեն մտնում եք։ Հա, բարև ձեզ սիրելի երևանցիներ, այս ընթացքում մենք գալիս ենք ձեր բակերը, հանդիպում ենք ձեզ հետ։ Օրը շարունակվում է։ Քչերը գիտեն, բայց Փաշինյանը նաև բանաստեղծ է։ Գրում է տարբեր թեմաներով, արտասանում շրջանայինի անցումի մոտ։ Տիգրանի քաղաքի լանջերից հորիզոնն է ծփում անսահման։ Դարերանց մենք այստեղ ենք նորից։
Մենք կանգնած ենք հերվին հանդիման։ Մեր սարերը, մեր բախտը, մեր լացը Երևանի երթևեկության մասին։ բանաստեղծություն։ Այո։ Երևանի երթևեկության մասին ողբերգություն է պետք արել, ոչ թե բանաստեղծություն։ Քարոզարշավը շարունակվում է։ Փաշինյանը ընթացքում չի սնվում, մոռանում է։ Բայց նորը ասում այ որ ասեցիր։ Այ որ ասեցիր։ Իչև այդ չի ջոկել որ շուտ ասեիք էլ։ Եղբայրս Դավիթ Բեկի փողոց հասնում, հա։ Ոչ։ Բժշկականի անցումի մոտ Փաշինյանը ավտոբուսի է սպասում։ Պետք է նոր կգնա։ Ազատության վրաններ, ազատության քաղաքում տակ բռունցքներ բյուրավոր խոցող ցրտին հանդիման։ Մենք ծնվել ենք գարունքին, մենք գարուն ենք սերմանել, մեր հունձն ազատ է արդեն հիմա։ Մինչ իր ստեղծագործություններից էր արտասանում, Փաշինյանի երկարվեստի երկրպագուներից մոտեցան։ Շատ լավ եք երկում։ Շնորհակալ եմ։ Այդ տեսակ։ Բոլորը Բաղաձայն չի։ Ճիշտ ասած ես էլ եմ բաղաձայն։ Քաղաքապետի թեկնածուն խոստանում է, ինքը կշտկի Երևանի տրանսպորտային խնդիրները։ Երթուղայինները ավտոբուսներով կփոխարինի, ուղևորահոսքը կկարգավորի, որ կանգնած մարդիկ չլինեն։ Իսկ մինչ այդ, եթե պետք է լինում, իր տեղն է զիջում։ Եթե տարիքով ինձնից մեծ է եւ կինա կամ կինա, դա միանշանակ է, որ պետք է տեղը զիջել, դա Իսկ եղել է, որ չտենալու եք տվել, որ չզիջեք։ այդ լուրջ եք հարցնում, հա։ Ավտոբուսում Փաշինյանը նույնպես բուկլետներ բաժանեց։ Ուղևորներից մեկն էլ վճարեց նրա ուղևարցը։ Այս մեն փոխանցեք, ասեք Փաշինյանի հետ մի ոտքի։ Շնորհակալ եմ շատ։ Հավատում եք, որ կարող եմ լավ քաղաքապետ լինել։ Գերազանց։ Շնորհակալ եմ շատ։ Չի կարող են նրանք իրաց մորփորում են աճել։ Չէ, Իսկ լսել եք ինչ լավ է երկում։ ով։ Պարոն Փաշինյան։ Չէ, երկելը չեմ լսել։ Ուզեք լսեք։ Չէ։ Ասма լучше не надо։ Նիկոլ Փաշինյանի այսօր հաղթահարելիք բարձունքները նորնորքում են։ Ավտոտնակների տանիքներ բարձրանալու հարցում պրոֆեսիոնալ է դարձել։ Խոսում է Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված ելքդաշինքի կողմից Նիկոլ Փաշինյանը։ Հայ, այնա նայում են նայեք, իրենց դեմքից երևում է, որ մենք իրենց խանգարում ենք, ընդհակառակը մենք իրենց հույս ենք տալիս։ Հա։ Իհարկե։ Կարող եք գնալ եւ հարցնել։ Հետո ինձ կասեք, քանի հոգի եք գտել, որ Իսկ ասում ինչ մեթոդ է։ Այս գարաժների վրա բարձրանալը։ սա մաքուր հայկական մեթոդ է։ Այս դրեք ձերն է։ Այս դեպքում Երևանի ճակատագիրը Ով չի անցել այդ նույն բանը բարձրախոսով երկել։ Անցելա թույլ չեն տվել թիմակիցին։ Չի բլի։ Մենք այո, ելք կա, ձեր գարաժի կռշից էլ ելք կա։ Փաշինյանի տանիքային քարոզարշավը մի քանի ժամ է տևում։ Ինքը չի հոգնում, իսկ համակիրներին ակտիվ պահելու համար սպառնում է, եթե լավ չաշխատեն կերքի Շատ փոքր, բայց շատ կարևոր արդյունքներով։